ցանկությունները օրվա հետ կապված շարունակում է մնալ, պահանջված, եւ պարոն Մամիջանյանը շատ անհանգստացած է, թե երբ է լսելու զեկույցը, չնայած այդ հնարավորությունը ընդդիմությունը միշտ ունեցել է մասնակցի աշխատանքներին եւ տեղեկացված լինի կատարված աշխատանքի ոչ միայն բովանդակություն, այլ ամբողջ ծավալի։ Բայց քանի որ իրենք որոշեցին չմասնակցեն եւ հիմա անհապեր սպասում են զեկույցին, ես կասեմ օրը դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանը, որը կսկսվի սեպտեմբերի 27-ը, քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ը կսկսվի լիագումար նիստը, կամ 30-ին կամ դրա հաջորդող օրը լիագումար նիստում ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ օրը շատ կարևոր է, հենց այդ օրը ներկայացվի եւ այդ օրը կներկայացվի լիագումար նիստի ընթացքում։ Ինչեր բացահայտումներ սպասենք, պարոն Քոչարյան։ Դուք սենսացիաներ ման եկեք, դուք ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում։ Շնորհակալություն։ Դուք նստաշրջանում չեք ներկայացնում, ու մինչև արտակուրս գնա։ Որտեվ ճիշտը սեպտեմբերի 27-ից հետո համ սիմվոլիկ օր է, համ ճիշտ օր է, համ էլ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն բոլոր առումներով քաղաքական եւ կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որը ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք եւ այդ աշխատանքը պետքա անհետևանք չմնա։ Կներկայացվի, մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու եւ դրանից հետո կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում, գաղտնիության ծավալ այնքան մեծ է, որ համոզված եմ, որ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների հանգեն։ Պարոն Քոչարյան, դուք ինչպես եք վերաբերվում, որ ձեր գործընկեր Խաչատուրի